Կանքը։ Այնօր ուրիշ կանքեր հավաքում։ Այնօր ես խնդրում եմ ձեռիդ հետ այսպես բաներ։ Ու մարտանում էլ արեք։ Որպեսի ֆերմաները վերջացնենք, ընդհանրապես բոլոր տեսակի գործողությունները վերջում, մենք հատուկ նշում ենք։ Ես ասել եմ, որ նշանում ենք պետք է բայց եմ զավի չի դուլա, թե տվել։ Տվելա թե չի տվել։ Փոքր վերնագիր, երկաթ բետոնե ֆերմաներ։ Երբ որ ասում ենք ֆերմա, միշտ պատկերացնենք մետաղական ֆերմա։ Բայց ոնց է, ինչու է հայտնվել երկաթ բետոնե ֆերմաներ։ Երկաթ բետոնե երկաթ բետոնի նյութը հնարավորություն է տալի ձուլել ցանկացած բարդ կոնֆիգուրացիայի կոնստրուկցիա։ Բայց այստեղ այդ դերը չի։ Այստեղ կատարել են դերը, որ երկաթ բետոնի ֆերմայում մետաղը կրկնակի, եռակի ավելի քիչ է ծախսվում։ Ուրեմն այն թվերին, որ սովետական միության պողպատը լրիվ չէր հերիքում, ուրեմն հնարել են երկաթ բետոնե ֆերմաներ։ Եվս մի լավ հատկություն ունի երկաթ բետոնի ֆերման, որ նա չի այրվում։ Հրդեհի դեպքում մետաղական ֆերման փակում, կակղում ու մեզմա ցած։ Իսկ երկաթ բետոնե ֆերման դիմանում։ Բայց երկաթ բետոնե ֆերման ունի շատ մեծ թերություն։ Նույն թռիչքի վրա երկաթ բետոնի ֆերման 5 անգամ ավելի ծանր է, քան թե մետաղական ֆերման։ Իսկ մենք գիտենք, մենք առաջին լեկցիաներին կանցել ենք, որ մեծաթռիչք ծածկի հզորության մեծ մասը գնում է ինքն իր քաշը տանելու վրա։ Եվ նրա վրա ուրիշ մի բեռ ավելացնել չենք կարողանում։ Այդ տեսակետից երկաթ բետոնե ֆերմաները լավը չեն։ Լավը չեն նաև, որ նրանք կոպիտ են, որ նրանց բարձրությունը մեծ է։ Այդ պատճառով հասարակական շենքերում հաճությամբ են օգտագործվում։ Կամ եթե օգտագործվում, անպայման տակը պետք է կախովի առաստաղ անեն։ Իսկ ավելի դրամատիկ մոմենտը առաջացավ այդ երկրաշարժից հետո։ Երկրաշարժից հետո Հայաստանի մեծ մասը քարտեզի վրա գծեցին 9 բալանոց, իսկ երկաթ բետոնի ֆերման 9 բալանոց տեղում օգտագործել չի կարելի։ Միայն 7-8 բալի դեպքում։ Բայց համենայնիվս մենք ծանոթանանք նրա կոնտուրին ունենք։ Երկաթ բետոնի ֆերման դուք պետք է լավ իմանաք, որտեղ դուք արել եք նախագիծ, արդյունաբերական շենքի նախագիծ, երեն անջնի մյուս կեսի, արել եք թե չեք արել։ Եվ կամ պետք է հեծան դնեիք, կամ պետք է երկաթ բետոնի ֆերման։ Երկաթ բետոնի ֆերման պարզ է նրա իրականացումը։ Նա ցիրկուլային կոր ունի և թեքաներ չուրի։ Ինչի չուրի, որովհետև երկաթ բետոնով այս
հանգույցները հենց այդ երկաթ բետոն նյութի շնորհիվ այս հանգույցները լավ կոշտ են ստացվում։ Էլ եռանկյունի երկրաչափորեն անփոփոխելի ձևի վերածելու կարիք չկա։ Ուրեմն երկաթ բետոնի ֆերմաներով այս թեքաներ չկա եւ այս կանգնանքները դնում են որտեղ ձեր փորձից որտեղ պանելը պետք է հենվի այս վերևի գոտու վրա եթե սենց օգտագործեք կտոր ստացվում լանջավոր բայց արտադրական շենքերում հասարակական շենքերում հաճախ պետք է անել տափակ կտոր այդ ոնց ենք ստանում այստեղ անենք ձուլած երջուններ այստեղ էլ կներ ձուլած բայց դա կկոտրվի անպայման դրա համար սա դնովի հանով է մետաղական Այս երջունների վրա, որ դնենք պանելներ, արդեն ստացվում է չնչին թեկության հարթ կտուր։ Այսքան երկաթ բետոնե ֆերմաների մասին։ Կա երկաթ բետոնե ֆերմաների մի տեսակ զուգահեռ գոտիներով։ Այբ որ զուգահեռ գոտիներով երկաթ բետոնե ֆերմա են օգտագործում, արդեն կարելի է անել նաև միջարկային ծածկում։ Այդ մասերը կարծեմ մենք մի անգամ անցել ենք։ Եթե ոչ թե այդպես սեգմենտացիա արտադրենք, այլ արտադրենք այս տեսակ դեպքում կարելի է սրանք օգտագործել նաև միջարկային ծածկում։ Պայմանը, որ այս հարկերի բարձրությունը լինի իրար հավասար։ Եվ այդ միջնորդների տեղը պետք է համընկնի այս տերմինալը մյուս դասին ասած։ Հիմա մի երկու խոսք մետաղական ֆերմաների մասին։ Ուրեմն մետաղական ֆերմաները, քանի որ մետաղական են, ասենք փոխպատից են, թանկ են, ուրեմն դի ամեն թռչքի վրա չօգտագործում։ Մետաղական ֆերմաներ ցանկալի է օգտագործել 30-ից սկսած։ Այս տեսակ ֆերմաները երկու չափում են։ 18 և 24, աստ որում 18 հեծանելուն են արտատելով հավաքովի։ 30 չունենք, այդ 30-ից սկսած կարելի օգտագործել մետաղական ֆերմաներ, բոլոր ձևերի, մեր անցած հնգանկյուն, քառանկյուն, եռանկյուն, սեգմենտացիա, բեկյալներով, մետաղական ֆերմաները երկաթ բետոնից ուժեղ են, կարող են ավելի բեր վերցնել կամ ավելի մեծ թռիչ, բայց դրանք չպածք են տալիս։ Մենք արդեն անցել ենք հեծանը, ոնց ենք արտադրում, այս մեջտեղում, այստեղ մենք բարձրացնում ենք, նույն բանը կատարվում է մետաղական ֆերմաներում։ Այս մետաղական ֆերման է, այս հորիզոնական չի, նա միշտ այստեղ ունի այսպիսի բարձրություն։ Հետո որ ծածկը դնում են, նա ճկվում է, արդեն մեր աշխարհի թվում է հորիզոնական։ Ուրիշ կարելի է ասել ամեն պրոֆիլից իրականացնել շվելեր, երկտավեր, անկյունակ, հատկապես հատուկ ֆերմաներ իրականացնում են խողովակներից։ Օրինակ Երևանում կա հոյակապ ֆերմայացիվ կոնստրուկցիա հեռուստատեսության աշտարակ, բոլոր խողովակները, ներքևի խողովակները կրկել չի այս չափի կապաները հատուկ
նախագծված Ուկրաինայում։ Այդ խողովակները և կրկնակի շվելերները մեծ բերմաններում կրկնակի շվելերը սենց տուփ հատարում, ասած տուփ հատեր, սրանք լավ են, գեղեցիկ են, հզոր են, այդ սրանց մեջ, որ խոնավություն մտավ, մինչև չուտի մետաղը, շատ նմանավ, ով մեքենա ունի, կրինոյի տակը, որ ծեղ ջուրը մտնում, նա չի չորանում, նա պետք է այդ մետաղը ծակի, շանգոտի դուրս այդ վտանգը ուրեմն մետաղական ֆերմաներում կա։ Հիմա մետաղական ֆերմաները թանկ են, շանգոտում են, ցրտի դեպքում շատ ցուրտի, մինուս 50 դեպքում փշրվում են, դրա համար մտածել են ոնց անեն, որ այդ պատհատությունները վերանա և ծանրը չլնեն և հնարել են մետաղական, բայց ոչ թե պողպատից, այլ ալյումինի ֆերմաներ։ Ալյումինը բնության մեջ ավելի շատ է տարածված, քան թե պողպատը, ասենք երկրի կիրևի 8% ալյումին է, 5% պողպատ, բայց ալյումին արտադրելու համար, կարծեմ մի անգամ մենք խոսել են, անհրաժեշտ է մեծ քանակի էլեկտրոէներգիա։ Եթե երկիրը հեշտությամբ կարա էլեկտրոէներգիա ստանալ, իրավունք ունի ուրեմն ալյումինի կոնստրուկցիաներ արտադրել։ Եթե էլեկտրոէներգիան քիչ է, ալյումինը ուրեմն դեֆիցիտ ապրանք է։ Մի ժամանակ այդ Սևան, Երևան, այդ Զանգուի վրա կասկադ են ասում, Սևան հրազդան կասկադ, այսինքն Սևան մինչև Երևան որ հասներ, քանի 1000 մետր իշխում է ջուրը, ճամփին մի 5-6 հիդրոկայանի կառուցեցին, այն ժամանակվա համար դա մեծ բան էր, տրանզիտ մեկներ քանակեր գեսներ, կարծեցին Հայաստանը արդեն էլեկտրոէներգիայով ծովի նման ապահովված է և բերին քանակեր գեսի կողքը կառուցեցին ալյումինի գործարան։ Տեսեք են հսկա խողովակով, բան, մի օր աշխատում, մի օր չաշխատում։ Ինչու որ իբր թե քանակեր գեսի էլեկտրոէներգիան համ շատ է, համ էժան է, ուրեմն հումքը ես չեմ որտեղից հեռու տեղից գնացելով բերում էին, տեղական հումք էլ չկար, որ այդ էներգիայի միջոցով ստանան ալյումինի ստանալու համար հարկավոր է վաննայի մեջ լցել, մի տեղը կաթոդ, մի տեղը անոդ, այդ հեղուկի մեջ նա ձգում է և ալյումինը գումարվում է, բայց հետո որ գազ բերեցին, քանակերքերսը նույնիսկ փակվել, չերել աշխատում, այդ գազի վրա աշխատող էլեկտրոկայանները մի քանակում ավելի հզոր էին, քան թե այդ կասկադի վրա, այդ կասկադի Գյուլուշ գես, քանակեր գես, Սևան գես, այդ բոլորը դադարեցին, մինչև այս մեր փլուզումը, հիմա կարծեմ կամաց սկսել կգազ մյուս դասին։ Ոնց է հասանք։ Հասանք ալյումինի օգտագործումը ֆերմաների պատրաստման համար։ Ինչու՞։ Հատկապես Ռուսաստանում, որտեղ Ռուսաստանը ունի հզոր գետեր, կառուցեց հզոր էլեկտրոկայաններ և Սիբիրում, որտեղ -50 էր, պողպատի ֆերմաները կտասում էր, թափում էր ցած, ուրեմն սկսեցին իրականացնել ալյումինի կոնստրուկցիաներ, համ թեթե, համ չժանգոտող, համ ցրտին նա դիմանում է, ուրեմն Ռուսաստանում երկու տեսակներ հիմա օգտագործում են։ Նկարը նույնն է։ Անգարյա որ էդի երկրաչափորեն ամփոփողների, այսինքն եռանկյուն հետո մի քանակ գծենք։ Օրինակ
Այս ձևի այս հենց ինչու մետալական ֆերմայով ես ձևը կարելի է ու երկար պետում էլ կարելի է տեսեք ներքևի գոտին միշտ լինում է ձգված ուրեմն կայունություն գործնելու վտանգ չկա իսկ վերևի գոտին եթե սա շատ մեծ լինի սեղմում է կարող է իր կայունությունը կորցնի գրողունակությունը հերիքում է բայց որտեղ նա բարակ երկար է կարող է կայունությունը կորցնի դրա համար մենք ուրեմն կարճացնում ենք այս երկարությունը կարճացնում ենք կամ ուրիշ պատճառ պանելը դրել ենք այդ սա չկա պանելի մոտ ստեղանք ենվենք չի կարելի ես սրան եմ ասում չի կարելի նա կարծում ուրեմն ես ոտը այս լիսունը կը ես նկարը առաջանում է ինչից որ վերևի գոտին սեղմում է նրա երկարությունը պիտի կարճացնել գիտեք չէ կանոն է որ դնենք վերևից սեղմում են կանոնը չճնում է իսկ եթե կարճնի չի ճկվի լավ կդիմանա մի ուրիշ նկար ճարտարապետ ստեղ կարող է բանը մասնակցել այս է ստատիկորեն որոշած տարահրում չունեն, մյուս երկուսը տարահրումով են։ Այդ տարահրում չունեցողները մենք անցան, հեծան և ֆերման։ Նրանք ազդում են միայն վերտիկալ հենանի վրա։ Իսկ շրջանակը և կամարը, մյուս հարտոսությունները, նրանք ոչ միայն վերտիկալ են ազդում, այլ նաև հրում են դեպի դուրս, տարահրում ունեն։ Եթե մենք դեմը չառնենք, նրանք կփլեն։ Վրան որ բեր տնենք, այդ բերի ազդեցության տակ հորիզոնական տարածվի և կփլի ցած։ Առաջինը շրջանակն է, ուրեմն հարթ տարահարող կոնստրուկցիան է, առաջինը գրում ենք շրջանակ, մեծ վերնագիր շրջանակ, ռամա ռուսերեն։ Առաջին փոքր վերնագիրը սահմանում է։ Ես թելադրեմ դուք գրեք շրջանակը տարահրող առաձգական կոնստրուկտիվ համակարգ է շրջանակը տարահրող առաձգական կոնստրուկտիվ համակարգ է բաղկացած իրար հետ կոշտ միացած բաղկացած իրար հետ կոշտ միացած ուղղաձիգ կանգնակներից և հորիզոնական պարզունակից բաղկացած իրար հետ կոշտ միացած կոշտը տակը գծեք իրար հետ կոշտ միացած ուղղաձիգ կանգնակներից և հորիզոնական պարզունակից Ես իմ թելադրած կանոնները սպառիչ չեն, շատ մոտավոր են, որևէ բանի մասին սպառիչ կանոն հազվագյուտ է լինում։ Օրինակ, կոպիտ օրինակ բերեք։ Ասում ենք մատերիալիզմ և իդեալիզմ։ Այդ մատերիալը ինչ բան է, մատերիան ինչ բան է, հազարավոր տարիներ փիլիսոփաները խոսում էին, բայց ձևակերպում չկար։ Մատերիան ինչ բան է, հասկանում էին, ինչի մասին է, վիճում էին, իրարից խռովում էին, բայց մատերիայի ձևակերպում չկար։ Ասենք, ես բարեշչիկ չեմ Լենինի, բայց նրա բաներից մեկը նշանավոր, որ նա դեմքա դարել, նա տվել է մատերիայի ձևակերպումը։ Հին հուղ փիլիսոփաները մատերիայի մասին խոսում են, չգիտեն ոնց ձևակերպել։ Իսկ ինքը 20-րդ դարում արդեն տվեց, որ մատերիա դա նյութի օբյեկտիվ
գոյությունը եւ այլ, ես հիմա մոռացել եմ, դուք փիլիսոփայություն ասում եք, դες բաներ չեք ասել։ Հիմա ես ասում եմ, սա մոտավոր ձևակերպում է, սա դնում ենք հենարանի վրա, այդ կոնստրուկցիանը դնում ենք հեծան, երբ որ նրա ծայրերը ամրակցում ենք, նրա անունը արդեն պարզունակ, եթե ազատ դնում ենք հենարանի վրա, նա կլինի սյոն, իսկ եթե ամրակցում ենք այդ սյանը, նա կլինի կանգնակ, ուրեմն շրջանակում գոյություն ունեն ոչ թե սյուն եւ հեծան, այլ պարզունակ եւ կանգնակ, որտեղ նրանք իրար հետ կոշտ միացած են։ Ինչ է տալիս այդ կոշտ միացած լինել, տալիս է նրան, որ պարզունակի աշխատանքին մասնակցումը նաև կանգնակ է։ Այդ բեռը կրելուն մի մասը կրումը կանգնակ է։ Հեշտացնում է պարզունակի աշխատանքը։ Ով չուզե այդ տեսակ կոնստրուկցիա։ Կանգնակ պատրաստելը միշտ ավելի հեշտ է, քան թե պարզունակ։ Մենք ասում ենք մեծաթռիչք ծածկի։ Մեր նպատակն է ինչքան հնարավոր թռիչքը լինի մեծ։ Ինչով ենք մենք ստանում այդ մեծ թռիչքը, պարզունակով։ Պարզունակը դժվար է իրականացնել, կանգնակը հեշտ։ Հիմա եթե մենք կարանք կանգնակը կոշտ միացնելով պարզունակի աշխատանքը թեթևացնել, իհարկե մենք այդ կոնստրուկցիային կողմ ենք։ Ուրեմն շրջանակը ավելի լավ, ավելի կրողնակ, ավելի մեծ թռիչք ունեցող կոնստրուկցիա է, քան թե հեծանը կամ ֆերման շնորհիվ ինչի, որ նրա հենարանները օգնում են պարզունակին, մասնակցում են պարզունակի աշխատանքին։ Դա ոնց է տեղի ունենում, հետ եմ անցել ձեր հետ, դուք ուրիշ առարկաներից եք գիտեք, երբ որ հեծանը ազատ դնում է, նրա երկյուրը կլինի այսպես, կտրվածքը հաշվում են այսքան մոմենտերի տակ, իսկ եթե այս հենարանի հետ նա կոշտ միացած է, այս նույն էպյուրը բարձանում է վերև, այս կանգնակների էպյուրներ կլինի այսպես, եթե այս էպյուրը կա, նշանակում է կանգնակը սրա աշխատանքի մի մասը վերցրել է իրա վրա, արդեն պարզունակի կտրվածքը ոչ թե այս չափի մոմենտ տակ ենք հաշվում, այլ սրանք կեսը, հասկանալի եմ ասում, բան չկա, չէ, ուրեմն շրջանակը շատ ավելի մեծ թռիչք կարող է ծածկել, քան թե ֆերման եւ հեծանը։ Լավ, հիմի այդ ամեն ինչը հնարավոր է, եթե այս անկյունը չփոխվի, այդ նշանակում է այս անկյունը պետք է շատ կոշտ լինի, որպես այդ անկյունը կոշտ լինի, մենք պետք է այստեղ շատ մետաղ ծախսենք, հատուկ ձևի նախագծենք եւ կարող է պատահի, որ այս թռիչքում շահած մետաղը մենք կորցնենք հանգույցը իրականացնելու ժամանակ ոչ մի օգուտ չստանանք, ուրեմն ինձ նախագծենք, որպեսզի օգուտով աշխատանք, համ մետաղ էկոնոմիա անենք, համ էլ թռիչքը լինի ավելի մեծ։ Եթե այս կանգնակը լինի խախոտ, բարակ, պարզունակը հզոր, այս է նորից բարակ, այս կանգնակ, եթե այս կանգնակը լինի այս խախոտ, համարյա աշխատանքը կնմանվի ազատ դրած հեծանին, որպեսզի իմ ասած էֆեկտը ստացվի, կանգնակը պետք է լինի մի բաներ ավելի հզոր, քան թե պարզունակներ։ Եթե նա լինի խախոտ, այստեղ կառաջանա շարմիր, ուրեմն պետք է կանգնակը լինի համապատասխան հզորության։ Իսկ կանգնակը հզոր անելը հեշտ է, դժվարը պարզունակն է, այդ թռիչքը ծածկող կոնստրուկցիան է դժվարը։ Կանգնակը վերտիկալ կոնստրուկցիա, պատի նման, բետոն կանակ լուծենք, այս բանը իրականացվի։ Լավ, մի բաներ նշենք,
առաջին հերնագրում կամարը ավելի հզոր է, մենք հետո կանցնենք մի քիչ հետո, քան թե շրջանակը։ Շնորհիվ նրա, որ կամարի կորությունը ինչքան մոտ լինի այդ մոմենտների էպյուրին, այնքան նրա հզորությունը մեծ կլինի։ Կամարը ավելի հզոր կոնստրուկցիա է, բայց շրջանակն ավելի գերադասելի է։ Ինչու՞, որտեղ կամարը ստիպում է, որ մենք ավելորդ ծավալի հետ գործ ունենանք։ Այս տարածքը մեզ ձեռատանի, իսկ այսքան տարածքը ամեն տարածքը մենք ստիպված ենք արել, որ այս տարածքը ծածկել։ Հասկանալի եմ խոսում։ Ուրեմն կամարը ավելի հզոր կոնստրուկցիա է, բայց կամարը ստիպում, կամարը կմբետը թաղը ստիպում է, որ մենք ավելորդ ծավալի հետ գործ ունենանք։ Իր շրջանակ կարող է հենց այսքան լինի, եւ ավելորդ ծավալ ճարտարապետը ստիպած չի օգտագործել։ Երկրորդ փոքր վերնագիրը, արտաքին նկարագիրը շրջանակի։ Մենք այդպես վերնագիր արել ենք նաև ֆերմայի մասին, արտաքին նկարագիրը, ինչպիսին լինի։ Ուրեմն ես ասեցի, կամարը ավելի հզոր է, քան թե շրջանակը, ինչի շնորհիվ, որ նրա կորությունը ինչքան մոտիկ կլինի այս էպյուրային, այնքան լավ կլինի։ Հիմա եթե շրջանակը այսենց նախագծենք, այս շրջանակը, դա ավելի մոտիկանում էպյուրային։ Եթե այսա դարձնենք բեկյա այսենց, ինչքան մենք կոտրտենք, այնքան շրջանակը կամաց-կամաց կփոխարվի կդառնա կամար։ Հիմա որն է շրջանակ, որն է կամար։ Դրա համար պայմանավորվել է շրջանակ անվանել միայն այն կոնստրուկցիա, որտեղ այս անկյունը ուղիղ անկյուն է։ Հենց փոխեցինք, անունը դնում ենք կամար։ Ասենք, այս տեսակ կոնստրուկցիան այսպես, սա կամարը։ Հետո բեկյալը ինչքան մեծացնենք, միևնույն կամարը։ Իր շրջանակ անվանում ենք այն դեպքը, երբ որ կանգնանքն ու բարձունակը իրար ուղղայացան։ Ասենք, ես նախագծել եմ սպորտալիք կոնստրուկտերի հետ այդ շրջանակը փոխեցին, դարձրեցիք սենց։ Այսենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց, հետո սենց։ Ինչի համար։ Քանի որ սա մեծ է, այս մեջտեղը մութ էր ստացվում, որպեսզի լույսը մի քիչ շատանա, այստեղ արեցին պատուհաններ, նասատի, այս լույս կա։ Արդեն սրա անունը շրջանակ չէ։ Սրա անունը պաշտոնական գծագրերով գրածվենք, սա կամար դառնել։ Շրջանակը կարող է լինել միաթռիչ, միահարկ, բազմաթռիչ, բազմահարկ, բարդանում է։ Միաթռիչ կարող է լինի սկսած 6 մետրից մինչև 150 մետր։ Պատկերացնենք 150 մետր, նշանակում է ստադիոնը իր տրիբունաներով ամեն ինչով կարող է տեղավորվել այդ շրջանակի մեջ, մետաղական իհարկե։ Լավ, այդքան։ Հաջորդ փոքր վերնագիրը հոդելը, շարնիրն է, հոդելը, հոդ։ Ուրեմն շրջանակը 3 տեսական է, առանց հոդի, առանց հոդի բոլորը կոշտ է, տեսել է կոշտ, տեսել է կոշտ, տեսել է կոշտ, ոչ մի կդրված չունի։ Երկրորդ տեսակը, երկու հոդով,
այստեղ հենման գետի միանալու տեղը հոդել խաղում և 3 հոդով, երբ որ մի հատ հոդել այստեղ ենք ավելացել սրանից ավել չի կարելի, սրանից ավել որամենք դա կփլուցած ուրեմն շատ կարող է 3 հոդով ինչու ես չասեցի մի հոդով այս սա է այստեղ հոդով այս տեսակ կոնստրուկցիան համարյա օգուտ չի տա համարյա նույն ծախսն է ինչ-որ հեծանով արած կոնստրուկցիան այսպեսի կոնստրուկցիաներ կան մետրոյի թունել պատրաստելու համար գյուղատնտեսական գոմեր պատրաստելու համար բայց շատ մասսայական քաղաքացիական մեջ մի հոդով շրջանակ չեն օգտագործում են առանց հոդ 2 հոդով և 3 հոդով հիմա որն է լավ որն է վատ ինչքան մենք կոնստրուկցիան բարձրանենք այսինքն այս F-ը էֆեկտ նշանակում F-ը L հարաբերությունը ինչքան մեծ լինի այնքան ուրեմն տարահանումը փոքրանա վերտիկալը կմնա ամենտեղ նույնը հիմա ամեն դեպքում չի որ մենք կարող ենք բարձրանալ տարահանումը փոքրանա հեշտ պրծնենք հենց ասենց պետք է անենք տարահանումներ մեծը բավոց մենք դրան դիմադրենք ուրեմն դիմադրելու մի քանի եղանակներ նշենք ամենաէլեմենտարը հզոր հիմք անենք ուրեմն այդ հիմքը պետք է մի մասիվ ծանր և դեպի դուրս պորտկացող այսենց եթե սա բավարար չի այս հիմք անում ենք աստիճանաձև այսենց գրունտին ավելի մեծ մակերեսով հապվելու համար և վերջապես եթե մեր համբերությունը թույլ է տալիս ուրեմն սա անում ենք այսպես թեք ուրեմն առաջին միջոցը տարահանումը նեյտրալացնելու հիմքերով մասիվ հիմքեր դեպի դուրսարկած աստիճանաձև հիմքեր կամ թեք հիմքեր ու այսպես համարյա չեն անում տեսականորեն ուղղակի երկրորդ եղանակ այս շրջանակն է, այս գետինն է, այս գետի մեջ անում ենք ձգիչ, այս ոտից այս ոտը անում ենք ձգիչ, վերտիկալ ինչքանցում է աշխատի, իսկ ձգիչը պահում է, որն է դեպի կողքերը չհրի, խոսքս վերջացնեմ, եթե սենց կարող ձգիչ անել, այդ դեպքում այս շրջանակը կարող վաբշե գետից բարձր անել, այս է նիկանգնակ, այս է նիկանգնակ, այս է սրա վրա դրած շրջանակ, որը ոչ մի վնաս չտա, եթե մենք տակը անենք այս է ձգիչ, ուրեմն եթե ձգիչ չունենք, շրջանակը կարող ցանկացած բարձր վրա դնել, բայց ճարտարապետ պետք է համաձայնվի, որտեղ սա կարող է տակ եղար, կարող է մեխանիզմները շարժում, խանգարում, կամ հրդեհի դեպքում ուժեղ տաքությունից այս ձգիչը ամենջով կփափի կոնստրուկցիան կգնի 20-րդ դարում։ Հիմի մեզ շատ մնաց, բայց ոչ գրում ենք երկաթբետոնե շրջանակներ, հետո մետաղական շրջանակներ, մի քանի մասնակի բաներ։ Երկաթբետոնե շրջանակ ավելի տարածված է, քան թե մետաղական։ Ինչու՞։ Արդեն պատասխանը դուք դեք, որտեղ ասում եք երկաթբետոն նյութը կոշտ հանգույց ստանալու համար ավելի տիպական է, ավելի հարմար է, այդ կոշտ հանգույցը երկաթբետոնով ավելի լավ է ստացվում, նշանակում է ավելի շատ ինքնըստինքյան տարածված են երկաթբետոնե շրջանակները։ Երկաթբետոնե շրջանակով մինչև 120 մետր կարելի է թռիչքը ծածկել, մետաղականով 150, իսկ երկաթբետոնով մինչև 120 էլի պակաս չի։ Մինչև
40 մետրը նրա կտրվածքը կարող է լինի հեծանի նման ուղղանկյուն։ 40 մետրից հետո նրա չափերը այնքան են մեծանում, որ ավելի լավ է, որ նա լինի ֆերմայի նման, ուրեմն թեքաններով, ուրեմն մեծ թռիչքներով կտրվածքը անում են ոչ թե հոծ, այլ ֆերմայի նման, հասկանալի է թե գծել, հասկանալի է։ Ամենակարևորը պարզունակի բարձրությունն է։ Պարզը որ պարզունակի բարձրությունը պետք է լինի ավելի փոքր, քան թե հեծանինը։ Հեծանինը ինչքան է։ Հեծանինը 1/12, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Շրջանակում վերցնում են 1/40, դա քանի անգամ ուրեմն փոքր է։ Նույն թռիչքը, եթե շրջանակով անենք, պարզունակի կտրվածքը 2-3 անգամ կլինի ավելի փոքր։ Ուրեմն պարզունակի բարձրությունը միջինը 1/40։ Էդի չարժանանում 40 մետր թռիչքի ժամանակ նրա պարզունակի բարձրությունը կլինի 1 մետր։ Լավ։ Մեր խոսքը մետաղական շրջանակների մասին։ Մետաղական շրջանակները փոքր թռիչքներով իրականացնում են 3 հոդով, մեծ թռիչքներով կամ 2 հոդ, իսկ ավելի համարձակ դեպքում անհոդ։ Նրա բարձրությունը նույնն է 1/42, բայց նա ավելի հաճախ է ֆերմայի նման ձողավոր դարձվում։ Կան շատ հետաքրքիր օգտագործման եղանակներ։ Ես մի երկու հատը հիմա կգծեմ։ Ուզում եք նոր վերնագիր գրեք շրջանակը ճարտարապետության մեջ։ Շրջանակը ճարտարապետության մեջ, ասեք դուք ուզում եք նախագծում շրջանակներ օգտագործել։ Ինչ հնարավորություններ է տալիս շրջանակը ձեր նախագծին։ Այսպեսի շենք կար էջմիածնում։ Շենքը հասկանալի է, սրա շրջանակը այսպես տարօրինակ ձև ունի, ասե հենանում, շատ էֆեկտով, երաշտական դպրոց է, կարծեմ քանդել է, էջմիածնից մարդկաց է, Արտուր Թարխանյանի նախագծերից մեկն է, լսել եք այդ ասում, ուրիշ օրինակ, վերևից են նայում այսպես, ավելի լավ գծեք։ Ես հասկանալի է այս շենքը։ Ես այդ հովարաձև շրջանակները տարածված են, այսա դարի չէ էլի։ Չէ, նորից գծեն, հասկանալի է։ Ավելի հետաքրքիր դեպք շրջանակի ամենամեծ երկրպագում եղել է Միս Վան դեր Ռոյ։ Լսել եք, անցել եք։ Այո։ Միս Վան դեր Ռոյը բարձրացում կրթություն էր, բայց նա համարմեկ ճարտարապետ էր մի 20 տարի աշխարհում։ Նրա ոճը հեշտ էր ընկալել։ Նրա բոլոր շենքերը կարոկ են, տուփ են։ Ուղղակի մեկը բարձր էր, մեկը լայն էր, մեկը նեղ էր, մեկը երկար էր, բայց բոլորը տուփ են։ Ինչու՞։
որտեղ նա այսպիսի թեորիա ուներ, ասում էր միջի ֆունկցիան ավելի շուտ է հնանում փոխվում, քան թե շենքը, ասենք իմ սովորելու, իմ կյանքի ընթացքում դպրոցը 10 տեսակ փոխվել է, մի անգամ երկարացված օրվա դպրոց, մի անգամ տեխնիկական թեկնոլոգիա, մի անգամ հումանիտարական թեկնոլոգիա, ուրեմն միջի տեխնոլոգիան փոխվում էր, բայց շենքը դիմացկուն էր, 100 տարի կարելի է շենքը շահագործել, դրա համար նա ասում է, շենքը կերպար պետք է չունենա, շենքը պետք է լինի ընդամենը մի տուփ, իսկ մեջը պետք է հնարավոր լինի ժամանակ տեխնոլոգիաները փոխել, ասենք հիվանդանոցում 10 տարի մեկ ապարատուրան պետք է փոխվի, դրա համար ասում է տուփ, այդ տուփերից մեկը նա նախագծել է, նա ապրում էր Շիկագոյում, վերջում, ճարտարապետական ֆակուլտետի կորպուսը, շրջանակը հետաքրքիր սկզբից սահմանում ենք, առաջի փոքր վերնագիրը սահմանում է, կամարը տարահրող, առածգական, ես քանտեղը նույնն է ինչ-որ շրջանակը, կամարները տարահրող, առածգական, կոնստրուկտիվ կամարը, եզակի կամարը տարահրող առածգական կոնստրուկտիվ համակարգ է, որն ունի ծռած հեծանի տեսք։ Կամարը տարահրող առածգական կոնստրուկտիվ համակարգ է, որն ունի ծռած հեծանի տեսք։ Սա շատ պրիմիտիվ սահմանում է, բայց ավելի լավ այս պրիմիտիվով յոլա գնա, քան թե բոլորովին սահմանում չան է։ Ուռուցիկությունը կամարում միշտ ուղված է բեռների կողմը, ի տարբերություն, ասենք, կախովի ծածկերի, ուրեմն կամարի վրա բեռ կարելի է դնել ուռուցիկի կողմի միայն։ Սովորական դեպքում մինչև 60 մետր կամարի համար թռիչքը պրոբլեմ չի։ Սովորական մասսայական շինարարությունում 60 մետրը շատ ընդունելի բան է, բայց կան ռեկորդային դեպքեր, 100 եւ ավելի ուրեմն թռիչքներ։ Երկրորդ փոքր վերնագիրը հոդերը աբսոլյուտ նույն ասելիքն է, ինչ որ շրջանակներն են, ունեն 2 հոդ, 3 հոդ եւ անհոդ, ուրեմն տարբերակներ, ըստ որում այդ հոդերի քանակը ազդում է նաեւ կամարի արտաքին տեսքի վրա, ասենք մեր հատկացենք ավելի հասկանալի լինելու համար։ Կոնստրուկցիայի վրա ազդող ուժերի համազորը կոչվում է ճնշման կոր։ Այդ ճնշման կորը կարող է ներսից էլ անցնի, դրսից էլ, սովորաբար անցնում է ներսից, հոդից հոդ։ Եթե ճնշման կորը այսպես անցնում, մենք հաստատ գիտենք, մոմենտները կառաջանան հակառակ կողմը։ Կամարի վրա մոմենտները կլինեն հակառակ կողմը։ Եվ որ նախագծում են այս տեսակ կամարը, հենց այս մոմենտների տեսքով է նա ստացվում է։ Ուրեմն նրա տեսքը կամարի այս հենց է ստացվում։ Այստեղ հոդը, այստեղ հոդը, այստեղ հոդը։ Ամենա հաստ տեղը ստեղ է, հոդերի նա կարա դառնա 0, մոմենտները 0 են, ինքը դառնա 0։ Երկհոդ կամար,
երկոտ կամար նշանակում այստեղ հոտում է, այստեղ հոտում է, ընչում այսպես։ Հիմա սրա ճշման կորը այս տեսակը։ Ես ասեցի մոմենտները լինեն ճշման կորի հակառակը։ Տեսեք սրա մոմենտները այս հենց է։ Հիմի որպեսի հասկանալի լինի, ես գծում եմ շրջանակի մոմենտները։ Դա հենց սրա բակը, այս է շրջանակնա երկու հոդով, եթե այստեղ հոդը նշանակում կանգնակի մոմենտը սենց կրնի, կանգնակի մոմենտ սենց կրնի, այստեղ այս ու չապը պտի տնեն, այս սենց կրնի։ Տեսեք իշքան նման է։ Ուղղակի այստեղ սահուն է մենացել։ Երկուսել հարկ տարահերով կոնստրուկցիա են, նրանց բյուրաները, այս է սպանատարն է, սահմանատարն է։ Ինչպես կլինի սրա նախագծված կամարը, այս սրանք։ Այստեղ զրոյա, լգնակարանի բարակ, այս է ծկրի։ Ի տարբերություն սրա։ Եվ վերջապես անհոտ կամարը։ Անհոտ կամարը սրա տարբերություն նրան, որ այստեղ հոտ չկա, այստեղ հոտ չկա, այս մոմենտները կգան ես կողմ։ Այս մոմենտները կգան ես կողմ։ Եվ կստացվի համարյա հավասարա կտրված կամար։ Կարելի է այսպես անել։ Այսպես։ Այսպես տեսքին նայում ենք, իսկույն ասում ենք։ Սա անհոտ է, սա երեք հոդով է, սա երկու հոդով։ Կնեք, որմեջ կսեք։ Միատ, ասա, ժամը։ 2:38։ Ետ ինչ է նշանակում։ 5 րոպե էլի։ Ես ուզում եմ մի հետաքրքիր բան պետք է անցնել։ Արժի 4 րոպե։ Այսօր ինչ որ ասեցի, հասկանալի է։ Հասկանալ չէ, հարց տվեք։ Նա 4 րոպե ասեց հարց տվեք։